Պարոն Շարմազանով, ինչպես եւ ենթադրելի է, առաջին հարցս հետընտրական Հայաստանի մասին է, ինչ սպասել, ինչպիսի զարգացումներ եւ առհասարակ ընտրությունները ինչի մասին էին այս ընտրությունները ու ինչ ցույց տվեցին։ Մենք դեռևս ապրիլի 4-ի մեր կուսակցության համագումարում ասել ենք, որ ընտրություններն արդեն կեղծվում են։ Ընտրությունը միայն քվեարկության օրը չէ։ Ընտրությունները ամբողջ ընտրական կամպանիան եւ նախորդող եւ ընտրական կամպանիայի ժամանակ իշխող ուժը կիրառել է անհամաչափ, տեսանելի ռեպրեսիաներ իր քաղաքական հակառակորդների վրա, եղել է ադմինիստրատիվ վարչական ռեսուրսի կոպիտ կիրառում, դա ոչ միայն մենք ենք ընդգծել, դա ընդգծել են նաև նույնիսկ եվրոպացի ԵԱԿ դիտորդները, եղել է անհամաչափ աջակցություն Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը արևմուտքի կողմից, արտաքին աջակցություն եւ կալանավորումներ, արդեն մինչև դատական որոշումները հանձնարարականներ դատական իշխանությանը եւ բնականաբար եղել է այն, ինչ որ սպասելի էր լինել, որովհետեւ երբ որ ընդդիմության ձեռքերը եւ ոտքերը կապված են, իսկ իշխանությունը ինչ ուզում անում է, ըստ ասեի, այս տվյալներն էլ բավականին մեծ են, որ Նիկոլը չունի համադրական մեծամասնություն, Նիկոլը չունի այս պահին 3-5 եթե բարգավաճնացնում է, եւ մի բան ասեմ, ես իմ ֆեյսբուքյան գրառման մեջ եմ ասել, որ նույնիսկ այս անասելի ռեպրեսիաների, այս անասելի վարչական ռեսուրսի օգտագործման, այս արտաքին աջակցության պայմաններում հայ ժողովրդի ընտրության մասնակցած մեծամասնությունը 50+% ոչ ասել Նիկոլ Փաշինյանին։ Հիմա իրանք իշկամա ծափ տան, գոռան, իրանք չէին ասեն, որ համադրական մեծամասնություն ենք հավաքելու, հավաքեցին։ Ժողովուրդը ոչ թե այո ասել, այլ ոչ ասել Նիկոլի Հայաստանի ադրբեջանացման քաղաքականությանը։ Մնացածը արդեն կտեսնենք ընդդիմադիր ուժերը, նրանք ովքեր որ մասնակցել են պարլամենտական ընտրություններ, հիմա հաշվարկ կա գնում, ամսի 14-ին են սպասում կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմանը վերջնական, այն ժամանակ կտեսնենք, ես հիմա չեմ ուզում հապճեպ գնահատականներ տամ, թե ինչ պետք է անի ընդդիմությունը։ Իսկ առհասարակ հայ որ այդ հարցը դրված է արդեն հանրային շրջանակներն են քննարկում վերցնել թե չվերցնել մանդատները, ձեր տեսլականը որն է որպես քաղաքական գործիչ, փորձառու քաղաքական գործիչ։ Ես չեմ ուզում հիմա իմ կարծիքը արտահայտեմ, որպեսզի որևէ ճնշում չդիտարկվի էլի այս կամ այն ընդդիմադիր ուժի վրա։ Ես կարծում եմ, որ մանդատ վերցնելը չի խանգարելու փողոցային պայքարին։ Այսինքն, եթե Նիկոլին ուզում են փողոցով հեռացնեն, փողոցային պայքար անեն, մանդատն է խանգարում։ Ինչպես ասել եմ 21 թվականի ընտրություններից, որ մանդատ վերցնելը ճիշտ է, խորհրդանական ընդդիմություն ունենալը ճիշտ է, դենց էլ հիմա եմ ասում։ Խորհրդանական ընդդիմություն լինել չի նշանակում պայքարից հրաժարվել կամ փողոցային պայքարից հրաժարվել։ Օրինակ, եթե բացատրեն, որ մանդատները չեն վերցնում, Նիկոլը գնում է, հարց չկա։ Մենք այսօր պատրաստ ենք փողոցային պայքարի, մենք միշտ էլ պատրաստ ենք եղել։ Մենք մեր սեփական օրինակով հանրապետականը ցույց է տվել, որ ուղղակի չի առաջադրվել, չի մասնակցել ընտրություններին, որպեսզի չջլատի ընդդիմադիր դաշտը։ Որպեսզի նախկին ներկա այդ շինց ու բանը ավելի չակտիվանա։ Մենք դրա մասին խոսել ենք։ Հիմա գնդակը կենտրոնական ընտրականի դաշտում եկել ընդդիմադիր ուժերի, մարդիկ քննարկում են, կքննարկենք, ասեն, պետք չի տես մեծ պրեսինգի ենթարկել այդ ուժերին։ Թող իրանք հանգիստ մտածեն այդ մարդիկ եւ ուժեղ Հայաստանը, եւ Հայաստան դաշինքը, եւ Բարգավաճը, եթե աստվածտանցնի, իրանք կքննարկենք, ասեն, փորձառու ուժեր են, փորձառու գործիչներ են, ազգային մարդիկ են կորոշեն։ Պետք չի հիմիկվանից պրեսինգի ենթարկել այդ մարդկանց։ Մեկը ասի վերցրու, մեկը ասի մի վերցրու։ Պարոն Շարմազանով եւ վերջին դիտարկումը, թեև հանրապետականը չմասնակցեց ընտրություններին, բայց ընտրությունները չանցան առանց հանրապետականների, հատկապես իշխանությունները էլի բոլոր հակադրությունները ձեր հետ էին անում։ Տեսանք նաեւ այլ շրջանակներ վերջին օրերին ակտիվացել են եւ էլի հիշում են հանրապետականին։ Ինչու է ձեր ստվերը շարունակ խանգարում։ Որովհետեւ մեր ստվերը չի, մենք կանք ու լինելու ենք։ Մենք պայքարելու ենք մեր իդեալների համար։ Ու բոլոր այն ազգային ուժերի հետ միասին, ովքեր որ գտնում են, որ Ղարաբաղյան շարժումը ճիշտ շարժում է եղել, որ Ղարաբաղյան շարժումը ծնել է Հայաստանի երրորդ հանրապետությունը, որ անկախության հռչակագիրը դա մեր անձնագիրն է եւ ծննդյան վկայականը, եւ մենք իրավունք ունենք հրաժարվել այդ արժեքներից ու Հայաստանը դարձնել վիլայետ կամ արևմտյան Ադրբեջան։ Պայքարը շարունակվում է,
իսկ ով ասում, որ պայքարը պետք է հունիսի 7-ին շարունակվի։ Քաղաքական գործիչները պետք է իրենց իդեալների համար, իրենց գաղափարների համար պայքարեն։ Իսկ նրանք, ովքեր որ քաղաքականության մեջ տեղ են զբաղեցնում հովարային անջատումներով, այսօր կան վաղը չկան կամ ընտրությունից ընտրություն, Աստված իրանց հետ ինչ ասեմ։ Աշոտյանի ձերբակալությունն էլ այդ պայքարի, այսպես ասած, Միանշանակ Աշոտյանի ձերբակալությունը հստակ ունի քաղաքական նկատառում թույլատնել հանրապետականի ուժը եւ ջլատել հանրապետականը։ Միանշանակ Արմեն Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է, մանավանդ 19 փաստաբանները խոսել են 19 թվականին գործը հարուցվել է, Աշոտյանը ցույցմունք տվել է, որևէ քիչական գործողություն չեն արել, մեկ էլ բռնելուց մի քանի շաբաթ առաջ տես ինչ-որ մի հատ մի երկու գործ են անում, հետո Աշոտյանը մի անգամից ստանում են կալանքի, հետո երկու գործերը միացնեին։ Ակնհայտ է, չէ, որ սա ունի քաղաքական ենթատեքստ, միանշանակ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Ճիշտ ենք հասկանում, որ դուք այն տարբերակին եք կողմ, որ ընդդիմությունը պետք է վերցնի մանդատները, միևնույն ժամանակ սկսի փողոցային պայքար։ Ես չեմ ուզում ասեմ, ես ինչին եմ կողմ, ինչին եմ դեմ, ես ասում եմ, ես չեմ ասում, որ փողոցային պայքար եւ ճնշում կարելի է գործադրել իշխանության վրա, միայն արտախորհրդարանական կարգավիճակով կամ մանդատներից հրաժարվելով։ Ես ասում եմ, մանդատը պայքարին վնաս չէ։ Ընդդիմության մանդատը Նիկոլի դեմ պայքարին վնաս չէ, սա է այն կարծիքը, բայց իրենք պետք է որոշեն։ Ես եւի կողմնակից եմ, ոչ թե կամ-կամի։ Շնորհակալություն։